պատրաստ ես։ Պատրաստ եմ։ Հիանալի է։ Դու հավատում ես, որ Հիսուսն Աստծո որդին է։ Իհարկե հավատում եմ։ Հիանալի է։ Ես քեզ մկրտում եմ Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով։ Ոյ, դե ինչ այսքան և վերջ։ Վերջ, իսկ հիմա լսիր և հիշիր ամենակարևորը, դու հենց հիմա մեռար մեղքի համար, դու հանգուցյալ ես, դիակ, հասկացար։ Ոչ այնքան, բայց ես կենդանի եմ։ Դա միայն պատրանք է, իրականում դու մեռած ես, այդ բանը գաղափարապես հասկանալ չես կարող, այն պետք է տեսնել հավատքով, և այսպես դու մեռած ես քո մեղանչական մարմնի հանդեպ, և կենդանի ես Աստծո համար քո նոր մարդով, հասկացար։ Ոչ այնքան։ Ոչինչ հետո կհասկանաս, միայն հիշիր ամենակարևորը, որ հոգին ցանկանում է մարմնի հակառակը, իսկ մարմինը ցանկանում է հոգու հակառակը, նրանք մեկը մյուսին հակառակ են։ Այդ պատճառով քո այոն թող լինի այո, իսկ ոչը ոչ, սպիտակը դու սպիտակ անվանի, իսկ սևը սև, հասկացար։ Շատ լավ, դե հիմա սրբվիր և հագնվիր, որից հետո մենք կաղոթենք քո կրակի մկրտության համար։ Իսկ դա ցավոտ է։ Նայածում ինչպես։ Հոգին ցանկանում է մարմնի հակառակը, մարմինը ցանկանում է հոգու հակառակը, նրանք մեկը մյուսին հակառակ են։ Հոգին ցանկանում է մարմնի հակառակը, մարմինը ցանկանում է հոգու հակառակը, նրանք մեկը մյուսին հակառակ են։ Ես սևն անվանում եմ սև, իսկ սպիտակը սպիտակ։ Նորից սկսեցին ինձ սովորեցնել, հա? Այդ հակառակում ես ինձ, հա? Այդ դու ես հակառակում ճշմարտությանը։ Ոչ, այդ ճշմարտությունն է հակառակում ինձ, ինչ է ինձ սովորեցնել ես ուզում, հա կատնակեր, նորացի։ Ավելի լավ է լինել նորացին, քան թե քոպես մեռած։ Ինչ? Ով կա այստեղ, հա? Ես այստեղ եմ։ Ինչ լավ է, որ երազ է։ Դա երազ չէ։ Երազ չէ, իրականությունն է։ Իսկ ով ես դու։ Ինչ է, ես չես ճանաչում, ինչ է։ Ապա մի լավ նայիր։ On pass, on profil։ Հա, տեղը բերի։ Ներեցեք, բայց չեմ ճանաչում։ Ես քո մարմինն եմ, մեղանչական։ Կամ ինչպես հոգևորապես ասում եմ, քո իսկ այսօր դու ինձ ուրանում էիր։ Մեծ բան չի կորել։
Բարև ձեզ։ Ահա, եթե չեմ սխալվում, դու իմ նոր վերածնված մարդ ես, այո։ Մի անգամ այն ճիշտ է։ Ինչքան հրաշալի է, տղաներ, ես ձեզ բազմաթիվ անհասկանալի հարցեր ունեմ տալ։ Այո, նա դրանցից մեկը։ Ինչի համար եք դու անընդհատ հակառակվում իրար, հա? Ինչ ունեք կիսելու։ Քեզ։ Այդ մեկը չի ստացվի տղաներ, որովհետև ես անբաժանելի եմ։ Ես իմ սեփականությունն եմ եւ ես եմ իմ անձի տերը։ Ոչ, շատ սխալվում ես երիս։ Դու դեռևս համարվում ես իմ սեփականությունը եւ իմ կամքը կատարողը։ Անկախ անվանից դու դա ուզում ես, թե ոչ։ Իսկ ես չեմ ուզում, որ դու դառնաս ինձ ստրուկը։ Ես ուզում եմ, որ մենք միասին կատարենք մեր ետնային որ կամքը բարեկամաբար։ Այսօր ես ու դու միասին խոսք տվեցինք։ Ինչ ասացի։ Ես ու դու։ Բայց այսօր ես ինքս եմ խոսք տվել ասում։ Ես։ Մենակ։ Այո, ճիշտ է։ Ինչ է։ Դու կարծում ես ինչ է նա բթամիտ է, հա, նա չի կարող ինքը իրեն դիվոլեկցիա բանանել, հա, անպայման մեկ ուրիշը պիտի նրա փոխարենալի, հա։ Ինչ է, ինչ դու կարծում ես նախերություն բթամիտ է, հա։ Ոչ։ Իսկ ինչ կասես նրա ոսկե մեդալի մասին, նրա կարմիր դիպլոմի մասին, իսկ նրա մատները, իսկ նրա փայլուն միտքը։ Նա Այ քանի դու դեռ նրան լսում ես, ինձ հասկանալ չես կարող։ Դու ես իմը քեզ գիտես ինչ կարեմ, ես Միրոք, դու իմ հին մարդն ես, տեսնում եմ, դու իմ նոր, վերածնված մարդ ես, քեզ եմ տեսնում, տղան է բացատրեք տեսնեմ, ես ով եմ բա։ Դերը շատ բարձ է, դու կենքանի շունչն ես, առայժմ իհարկե, և գտնվում ես ամուր ձեռքերի մեջ, դու իմ սեփականությունն ես հասնում ես, իսկ այս ավանտյուրիստն ես, այս ավանտյուրիստը բրտնած է, ուզում է քեզ իմ ձեռքից տվել, բայց ես ասեմ, ես չեմ իմ ձեռքից եմ ես, հեշտությամբ, դա հասկանում ես, դու դա ես եմ, ես դա դու ես, Դու նրա հետ ոչ մի կապ չունես։ Դրա մեղքերը մաքրված են Հիսուս Քրիստոսի արյունով, դու ոչ մի կապ չունես, դու նրա համար մեռած ես, հասկացա՞ր։ Դու նրան այլևս մի համարիր քո բնույթ, Աստված մերժել է նրան, և այլևս չի հիշում։ Իմ հաղորդակցությունը Աստծո հետ է, իսկ այս սրա հաղորդակցությունը սատանայի հետ է։ Պրսիտ հերիք է, երկասատի գլուխը նստես են տատագություններով հերիք է նա, հերիք է, նա հերիք թող, ախպորն ատում մի հատի սրավ Վերջ, մեղքին բարձր պահ է, իսկ Աստծո դրի պարգևը հավիտենական կյանք է մեր Տեր Հիսուս Քրիստոսով։ Նայիր, Աստծո բոլոր պարգևները քոնն են, դու կարող ես այն վերցնել։ Լսիր սիրելիս, դու չես տեսնում որ այստեղ քեզ հիմարացնում են, քեզ փորձում են համոզել որ իբր թե դու իրավունք ամեն բան ունես, բայց ինչ է դու բայց որ դու որոշում չես ունես։ Այ լավ, դու ինձ մի միլիոն դոլար, մի միլիոն, սալում ես ինձ, չեմ տա, որտեղից ինձ միլիոն, մի միլիոն էլ չունես, հա, բայց դա ասում է թե դու ամեն ինչ ունես։ Լավ, հարցին ուրիշ կողմից մոտենանք։ Դու քանի միլիոն տարեկան ես և դեռ քանի միլիոն տարի էլ ուզում ես ապրես։ Ես 30 տարեկան եմ և դա Աստված գոնե մի 50 էլ ապրեմ, հա։ Տեսնում ես, 30, 50, հայ, 80։ Իսկ եթե չեմ սխալվում ես դեռ խոսք է գնում հավիտենական կյանքի մասին, անվերջանալի կյանքի մասին։ Տեսնում ես։ Դե, ուր է այն, ցույց դուր, լծիլու աչք ես, որ ես տեսնեմ, շոշափեմ, զգամ, ուր են էդ խոսումները։ Նա այդ ամենն էլ ունի, բայց կարող է ստանալ միայն հավատքով։ Հավատքով, հետո, հա։ Հավատքը դա հուսացված բաների հաստատությունը և չերեցած բաների ապացույցը։ Արդարը հավատքով կա։ Ոչ, աղդի, որ Եվ նա ողոտերում է ասում, թե հավատամոտ Աստված, Վերջ, վերջացրեք։ Մենամարդ։ Տեսնես ով եմ, հա։ Չնայած ինձ ինչ, միևնույնն է, որովհետև ես ձեզնից երկուսից դեմ կազատվեմ։ Կարևորն այն է, որ ես կազատվեմ ձեզանից և
կապրեմ հանգիստ, որովհետև ես եմ իմ անձի սեփականությունը։ Ես ինքս։ Կշվել եք ինչ է։ Շատ լավ է, թող ցավես գա, որ իմանա ում հետ է փոխում։ Ոչ մի ստախի։ Կշվել եք և ամեն անգամ որ դուք կրակեք ես եմ կրելու այս տառապանքը։ Այո, այդպես է դուրս գալիս, որ ամեն անգամ, երբ մենք կրակենք քեզ վրա, ցավը կրելու ես դու։ Դե լսիր այն քխ։ Սրանից հետո այնպես արեք, որ ձեր այս մենամարտը վերջինը լինի, Հասկացա, բայց չի ստացվի։ Ինչու չի ստացվի։ Չի ստացվի, որ ասեմ չի ստացվի, որ մի բան գիտեմ, որ ասեմ չի ստացվի։ Որովհետև մենք իրար հակառակ ենք, հասկանում ես, մենք, այ, եթե մեզանից մեկն ու մեկը մեռնի, մեկը մեռնի։ Աստված քեզ տվել է ազատ կամք։ Ես դու կարող ես որոշել, թե մեզանից ով է ապրելու։ Այո, որպես։ Բայց այդ ինչպես է, որ ես նախկինում չգիտեի ձեր գոյության մասին, հա։ Բացատրի ինձ։ Բացատրենք։ Այդ մեկը դոյն սպիտակ սփռնածը քեզ պատմի։ Արդես շատ իմաստուն է իրան երևակայել։ Նայիր այստեղ։ Նախկինում դու այս բանը չէիր կարող հասկանալ։ Քո ներսում եղած հոգևոր խավարի պատճառով։ Բայց այսօր քո կյանքում հայտնվել է ճշմարտության լույսը, որը ցրել է քո հոգու խավարը։ Հիսուսի մասին ես ասում։ Այո, նրա մասին։ Որովհետև գրված է. Աստծո խոսքը ավելի ազդու է եւ հատուկան ամեն մի երկսայրի սուրբ, որի մասին դու նախկինում չէի իրել պատկերացրել։ Այդ ինչպես է, որ ես նախկինում չգիտեի ձեր մասին, հա։ Ուրեմն դուք միշտ եղել եք իմ մեջ, հա։ Ուրեմն դուք միշտ կռվել եք իրար հետ, հա։ Այդ նա էր, նախկինում ես քո մեջ չկայի, ես քո մեջ առաջացա այն ժամանակ, երբ դու վերածնվեցիր։ Այ ոչ, բարի առաջանայի։ Ես հասկացա, շնորհակալություն ձեզ ճշմարտության համար։ Այսօր բացվեցին իմ աչքերը։ Եվ հիմա լսեք, դուք երկուսը։ Ես չեմ ուզում լինել ձեզանից եւ ոչ մեկի ստրուկը, հասկացաք, հենց այս րոպեից սկսած։ Ես ազատ մարդ եմ։ Ես էլ եմ ասում, էլի ազատ։ Վերջ։ Ազատ եմ եւ վերջ, գնում եմ քնելու։ Ազատ եք, դուք երկուստ էլ ազատ եք, կարող եք ինձ չանհանգստացնել։ Դու ես էլ քեզ հետ եմ ասում, էլի։ Դուք դեռ չեք գնացել։ Դուք չեք հասկանում, որ ես ասում եմ, ես ազատ մարդ եմ։ Այմար, ես էլ եմ էդ ասում։ Ես քեզ ոչ մի բան չեմ արգելում։ Ամեն բան քեզ կարելի է։ Հարցնում։ Իսկ դու նրան հարցրու, նրան հարցրու տես, թե ինչ կարող է քեզ առաջարկել։ Թե գուցե արքայության մասին հարցրու։ Հարցրու, ինչ կարող է պատասխանել, հարցրու։ Դու ինչ կառաջարկես։ Դու նա ինչ կարող է առաջարկել քեզ։ Միայն կապանքներ ու օրենքներ, հասկանում ես։ Սա կարելի է, սա չի կարելի, սա այսպես մի արա, սա այսպես արա, սա չանես, սա կանես, սա կուտես, սա չես։ Դե դու պիտի ասի աղոտ կարա, ծոմ պահի, կարթա, առավոտ կարթա, իրիկուն կարթա, կեսօրին կարթա, հենքան կարթա, միջև թորնա։ Ես Մասի շատ խորը գաղտնիքներ գիտեմ։ Ուզում ես ջրի երես անեմ, հա? Ուզում ես պատնեմ թե անձը թող։ Էր անգամ ոնց է իմ գիշերային բաղում։ Ես այդվել քերի ցանկություններով։ Դու մի չամբազանցրու։ Ինչու՞։ Արի ամեն բանի դառնու, կոչի։ Արի կոչի։ Նա քեզ ազատություն է խոստանում, միջ ինքը ապականությանը ծառայ է։ Ես ինչ։ Մենամարտ։ Ինչ։ Ոչ մի մենամարտ։ Ոչ մի մենամարտ, խնդրում եմ։ Դուք կարող եք հաշտության եզրեր գտնել։ Այ դու սուրբ մարդ ես, մի հատ սուրբ ամբույր դրնել։ Իսկ իմ հոչը այոն է, Պախոսը դու ես հիմա Վերջ։
Ուրեմն այդպես, հա? Շատ լավ, շատ լավ, դուք ասեցիք, որ ես կարող եմ ձեզ վերջ տալ։ Այո, մեկին, Քանի որ ես չեմ ուզում լինել ձեզանից և ոչ մեկի ստրուկ, ուստի նախընտրում եմ ազատվել ձեզանից երկուսից է։ Ես նախընտրում եմ ազատվել ձեզանից երկուսից է։ Ցավում եմ սիրելիս, բայց քո ցանկությունները չեն համապատասխանում իմ հնարավորություններին։ Ուրեմն դուք ստում եք։ Ես չեմ կարող ազատվել ձեզանից։ Մեկից կարող ես։ Մեզանից միայն մեկից կարող է։ Իսկ մյուսին գերի պիտի լինեմ, այո։ Գերի եմ ես։ Գերի։ Ստրուկ! Ծառա! Գերի։ Դուք հասկանում եք։ Ես ազատ եմ։ Ուզում եմ։ Պարում եմ, նայեք։ Պարում եմ։ Ուզեմ չեմ պարի։ Ուզեմ խմեմ։ Խմի, բայց ես կուզեմ, չեմ խմի։ Ուզեմ այսպես կթափեմ։ Ուզեմ չեմ թափի։ Ուզում եմ բացել։ Բացում եմ։ Ուզում եմ թչկոտել, թչկոտում եմ։ Ուզեմ չեմ թչկոտի։ Ուզեմ կնստեմ, ուզեմ կպարկեմ, ուզեմ մեկը կինամ։ Ես ազատ մարդ եմ, հասկանում եք։ Ազատ։ Նույնիսկ բարկությունից Շնորհավորում եմ բարեկամս, դու հանձնեցիր իդեալական ստրուկի քննությունը։ Վերցեցիր մի քիչ հպարտություն, նրան խառնեցիր մի քիչ եսասիրություն, և դու կարծում ես, թե ազատ ես, դու դարձել ես քո սեփական եսի ստրուկը։ Դու ազատ ես և վերջ քանի անգամ ասել, ազատ։ Տեսա իմ ազատությունը։ Ես ստրուկ եմ։ Ծառա։ Գերի։ Որովհետև ինչ որ ուզում եմ անել, չեմ անում։ Դրա փոխարեն անում եմ հենց ինձ չուզած բաները։ Լավ։ Քեզ իմ վերածնված իմ նոր մարդ։ Ես որոշում եմ ազատ։ Ապրիր։ Ես քեզ իմ կեղտոտ, իմ գարշելի, իմ թարախակալված բնույթ։ Այ քեզ ես որոշել եմ պեջ տալ։ Դա պետք է պահուց անի, ինչպես պետք է միասին լինել սրանից հետո։ Դու կարծում ես ես այնքան հիմար եմ, որ մի գերությունից ազատվելով պիտի գնեմ մեկ այլ գերության մեջ։ Մի կողմ քաշվի։ Ես հրաժարվում եմ գողությունից։ Ես հրաժարվում եմ շնությունից։ Ես հրաժարվում եմ իմ բոլոր չար գործից։ Հոմբասանքից, չարատոսությունից, հպարտությունից, չարատությունից հրաժարվում եմ։ Ես դրա նման շատ բաներից։
Դու իմ նոր վերածնված մարդ։ Հիմա ամաչում ես, այնպես չէ։ Այո, գրայեցիր, ամաչում եմ, բայց քեզ համար։ Ինչու ինձ համար։ Այդ քեզ համար ամաչում, որովհետև ասում էի, թե ես չեմ կարող մեղքին ինքս վերջ տալ։ Բայց նայիր, ես ինքս վերջ տալեցի։ Մարմին, ես իշխում եմ քեզ վրա։ Ճիշտ է, մեկ-մեկ դու ինձ ձգում ես դեպի քեզ, բայց միևնույն է, ես իշխում եմ քեզ վրա։ Իսկ դու գիտես, թե ես ինչ եմ անում, երբ վրա է հասնում մեղքը, ես նրան ասում եմ, ետիս գնա, և նա ետիս է գնում։ Էնպես որ, շնորհակալություն, այսօր վերջնականապես բացվեցին իմ աչքերը։ Այսօր վերջնականապես փակվեցին քո աչքերը։ Օ, ինչու՞։ Դու նորից գտնվում ես խաբված վիճակում։ Եվ քո մեղանչական մարմինը քեզ նորից հիմարացնում է։ Եվ այն ինչ որ նա այժմ խաղաց, ոչ այլ ինչ էր, եթե ոչ կոմեդիա։ Եվ դու օրենքից եկած քո արդարությունը գերադասում ես այն արդարությունից, որը գալիս է հավատից։ Այ ես հիմա հասկացա, թե դու ինչու ես այդպես խոսում։ Որովհետև դուք երկուսս եք էլ, մեկ ընդհանուր, այսպես վարվող ցանկություն ունեի, տիրել ինձ վրա։ Բայց չի ստացվի, որովհետև ես ապրում եմ իմ սեփական, մարդկային, հումանիստական գաղափարներով։ Արդեն լոզում դուրս ես խոսում։ Այո, այդպիսին է ժամանակի պահանջը։ Միգուցե կասեի, կեցե աշխատանքը, կուսակցությունը, մարդը, այո։ Կեցե աշխատանքը, ճիշտ է, դու կարող ես հիմա ծաղրել ինձ, բայց միևնույն է, ես պահպանում եմ իմ սառը դատողությունը և շարժվում եմ իմ մարդկային տրամաբանությամբ և սթափ մտքով։ Այնպես որ դու նույնպես ազատ ես, ես քո կարիքն այլևս չունեմ և ես գնում եմ զբաղվելու մեդիտացիայով։ Այդ ինչ է, նոր քրիստոնեություն։ Այո, պետք է հանգիստ և հարմարավետ տեղավորվել բազմոցի վրա, այսպես, հետո շնչել, արտաշնչել, շնչել, արտաշնչել և վայելել մարմնի տված ազատությունը և հանգստությունը։ Քո արդարությունը նման է կեղտոտ լիլաթի կտորի։ Հանգիստ, ես հիմա գտնվում եմ հավասարակշռության մեջ, խաղաղության մեջ, սիրո և արդարության մեջ, և դու դա չես կարող չընդունել, որովհետև տեսնում ես, ես կարողանում եմ տիրապետել։ Արդարը հավատքով է ապրելու։ Քեզ պիտի հավատամ, հա։ Ես միացած եմ Աստծո հետ, և նա ով միանում է Աստծո հետ, նրա հետ դառնում է մեկ հոգի, այսպես է ասում Աստծո խոսքը։ Ես գտա իմ կյանքի անբավարարվածության պատճառը։ Աստծո խոսքը։ Ես ատում եմ այն օրը, երբ ձեռքս առա այս աստվածաշունչը և սկսեցի կարդալ նրանում գրված խոսքերը։ Ատում եմ նաև այն օրը, երբ իմ մեջ ծնվեցիր դու, որովհետև քանի դեռ դու չկայիր, այս գրքի խոսքերը իմ գլխի մեջ են, իմ ուղեղում, իսկ երբ հայտնվեցիր դու վերցրեցիր այս խոսքը և դաշույնի պես մտցրեցիր սիրտս և բավական չէ, որ մտցրեցիր, սկսեցիր պտտել, խառնել, բայց ոչինչ։ Ես ասում եմ, որ այս գրքում գրված ոչ մի խոսքին այլևս չեմ հավատում։ Լսիր և հասկացիր վերջապես, որ ես ինձանից ոչինչ չեմ հնարում, այլ այդպես է ասում Սուրբ Հոգին։ Լսիր դու, խելքը թզրել ես, դու իսկապես համոզված ես, որ դու նրա հետ մեկ ես։ Բայց դա աստվածաշնչյան ճշմարտություն է։ Դա աստվածանարգություն է։ Լսիր Քո ուշադրությամբ։ մտքի ցնդաբանությունն է դա։ Լսիր ուշադրությամբ խնդրում եմ և հասկացիր։ Նորից դու քո մարմինը քեզ դարձնում ես որպես հենակետ, և ես չեմ կարող ապրել այնտեղ, ուր չկա հավատ։ Եվ ես աղոթում եմ Աստծուն, որ քո հավատը վերջնականապես չսառչի։ Լսիր, ես հավատ չունեմ ընդհանրապես։ Նա անարգված և մարդկանց երեսից ընկած, հարվածների տեր և ցավի տեղյակ եղավ։
եւ մի այնպիսին, որից պետք է երես ծածկել։ Անարգված էր եւ մենք նրան ոչինչ էինք համարում։ Այո, ես չեմ ուզում քեզ, որտեղից հայտնվեցիր դու իմ մեջ եւ գիշեր ու ցերեկ շարունակաբար տանջում ես ինձ։ Ես թքած ունեմ քեզ վրա։ Հեռացիր իմ կյանքից։ Ես ատում եմ քեզ։ Այս իմ մասին չէ, որ ուզում եմ ասել, այլ մեր Հիսուս Քրիստոսի մասին։ Եվ ամեն մի մարդ, որ անարգում է Հիսուսին, անարգում է նրա խոսքը եւ նրա հոգուն։ Ես ուզում եմ ցույց տալ այնպիսի մի ճանապարհ, որով գնաց մեր Տերը, անարգանքի, ամոթի, ստորացման եւ ծառն ու ծառակի մի ճանապարհով գնաց նա, ով սիրում է քեզ եւ հանուն որի դու գոյություն ունես։ Ամեն մի մարդ Արարածի հոգում Գողգոթայի համար կա պատրաստված մի վայր, որի կենտրոնում կա մի խաչ, որի վրա չարչարվում է Աստծո որդին։ Լինես, ինչպես էլ որ դու լինես, ինչպիսի վիճակի մեջ էլ որ դու լինես, Հիսուսը սիրում է քեզ այնպես, ինչպես որ դու կաս։ Չեմ հավատում։ Չեմ հավատում։ Չեմ հավատում։ Չեմ հավատում։ Չեմ հավատում։ Չեմ հավատում։ Բրավո! Բրավո, բրավո, բրավո! Վերկաց, հարիստեր, գլուխ դուր, կեցես, վայ, ես ինչ դերասան էր ուզում պստար ձերքիցս, դե սիրելիս, այժմ ես քո միակ տերն եմ, միակ, և դու այսվետև իմ սեփականությունն ես և իմ կամքը դարավ, արի այստեղ նստի, մի նայեկո, մեզ կոմ նայես, մի չկա որ նայեմ ես նստիր, ուրեմն այսպես, դու այսօր մի սոսկալի և մի նողկալի արար ես մոցել, ես ուզում եմ քեզ այդ վիճակից դուրս բերեմ, ես քո լավն եմ ցանկանում, ես քո թշնամին չեմ, և այդ վիճակից ազատվելու միայն մեկ ելք կա, օրինատրճանակը, դիրուղեղի, եթե կա։ Ուրեգի։ Հա։ Բայց ես եվս մի ցանկություն ունեմ։ Ցանկություն։ Ես ուզում եմ մի քիչ ապրեմ և ծառայեմ քեզ։ Ապրես։ Այսքան բանից հետո ուզում ես ապրես, դու հասկանում ես ինչ ես արել։ Դու քիչ առաջ խաչեցիր քո նոր մարդուն և դրանով իսկ խաչեցիր Աստծո որդուն և անարգեցիր նրա թափածարյունը, որով դու սրբվելու մաքրվել էիր։ Մարդասպան, ավաճան, հուդա! Քեզ ոչինչ չի մնում անելու, կրակիր և վերջ։ Խնդրում եմ։ Ես ուզում եմ մի քիչ էլ ապրեմ և ծառայեմ քեզ։ Չի ստացվի։ Խնդրում եմ։ Ինչու չի ստացվի։ Չի ստացվելի, որ ասում եմ չի ստացվի, հա կախնի, չի ստացվի, ինչու չի ստացվի, չի ստացվի, Դու, հեսես տերես դու դժորդ ես կնալու, ապրիր, բայց մի պայմանով, սրանից հետո ուրեմն անսանց կերքերի ազատություն ես տալու և աչքերի ցանկությանը քեզ արգելում, ներկաց, Մանարի, մի տեսելը մարգաշատում ինչ աշիգներ կա, նայի, Մերգաշատի աշիգները, սիրունիկ են աշիգները, մերգաշատի աշիգները, Շնականապես բացվեցին իմ աչքերը։ Եվ ես հասկացա, որ մի ծանր բեռից ազատվեցի, որովհետև ես հայտնություն ունեմ։
Ինչ հագես, ոտերից։ Ես հասկացա, որ իմ ներսում կապված էր գազանը։ Կապված է, բա ինչ կրի։ Եվ ես որոշեցի, որ նրան ազատ թողնեմ։ Ճիշտ ես արել։ Ահա, թողնո գնա ինչ ուզում է անի։ Ինչքան եմ տանջում է։ Չէ որ ես միշտ ինձ եմ սիրել։ Եվ ինչ էլ որ արել եմ հենց ինձ համար, իմ անունի համար, իմ փառքի համար։ Եվ իմ բոլոր բարեգործությունները հենց այդ նպատակին էին ծառայում։ Ինչպես դա այսօր անում են շատ քրիստոնյաներ։ Մարդիկ տեսնում են, ասում են, հրեշտակ է, ինչ լավ է, ինչ վատ։ Բայց այդ ամենը կեղծիք է և զուտ։ Այնպես որ ես ազատ եմ արձակում են գազանին։ Լավ էր անում ես, դու շուտ պետք է ազատ արձակի։ Հրագետ։ Ես նմանվելու եմ սատանային։ Դու արդեն նման ես սատանային։ Ոչ։ Ես հիմա թորն ավելի վեր եմ դնելու, քան նա։ Նա մի հատ է դրա վրա դիմ։ Եվ նա հայտնվելու է իմ ոտքերի մոտ։ Այո։ Նայեք մարդիկ և տեսեք, թե ինչպիսին է մարդն առանց Աստծո։ Ես չգիտեմ ինչ ցանկություն կա իմ ներսում, բայց ես ուզում եմ սուզվել մեղքի հատակը։ Այո, ուզում եմ սուզվել։ Զիր, ով է ատելում, ով է ատելում։ Նայեք, ես սուզվում եմ։ Նայեք, մարդիկ։ Գնաց, սայլ գնաց։ Բայց ինչ ձայներ են, հա? Ատժողն Ինչ դժող։ վերջացավ։ Ամեն բան վերջացավ։ Ինչը վերջացավ։ Վերջացավ էլի։ Լսիր։ Կյանքը վերջացավ, ինչը վերջացավ։ Ինչ կյանք։ Խնդրում եմ, հարի ձեր կտուր և հանիք ինձ այստեղից։ Վայ, կյանք։ Լավ։ Նոր։ Դատական ինձ էջ քաշես ըտեղ։ Ինչ ես անում։ Ինչ է, քաշում եմ, ինչ եմ անում։ Պինդ բրնի։ Դե բռնեցի էլի, պինդ բռնի, հա պինդ բռնի։ Ահ, դու անիցյալ։ Անիցյալ ես դու։ Եվ անիցյալ է ամեն մարդ, ով մարդուն է ապանում։ Եվ մարդու բազուկն է իրեն լեցու գանում։ Դու ես ոշ։ Եվ պիտի վերադառնաս քո նախկին վիճակին։ Այո, շատ կներես, բայց ես այսօր քեզ պիտի թաղեմ։ Ես սովորաբար մարդիկ թաղում են մարդկանց մեռնելուց հետո, բայց ես չեմ համբերում, ուզում եմ այսօր տոնին քոմա։ Դու խելոք մնա այստեղ, ես գնամ մի տեղ գամ։ Ինչ։ Չէ, Աստված իմ։ Ես չեմ կարող։ Ես չկարողացա արդարացնել քո սպասումները։ Ես արժանի չեմ։ Ես չեմ կարող քո որդին կոչվել։ Ես տանուլ տվեցի։ Եվ դու հետ ես ստեղելի մարդկա։ Տիրոջս հետ եմ։ Հա, օլ, հասավ է։ Դու շարունակիր, խոսել, իսկ ես քեզ պիտի թաղեմ։ Այսպես եմ։ Աչեր փակի։ Ինչի համար։ Ինչի համար։ Ախմախ, որ աչքերդ հող չլծվի, փակի։ Ինչպես է, ոչ չինես ում աչքերդ։
Ուրեմն սա քեզ քո երկհարկանի ամառանոցի համար, որի վրա ծախսեցիր քո բոլոր ֆինանսները։ Իսկ սա քեզ քո սեփականաշնորհման, այդ սեփականաշնորհված հողամասի համար, որի վրա վատնեցիր քո ամբողջ առողջությունը։ Իսկ սա քեզ քո ուրեմն օղու համար, սա քեզ քո ծխախոտի համար, սա քեզ քո ամբարտավարությունների համար, սա եւ քո Ես ինչքան բեղկեր գործեք, ոգիս բեղանես կապ թվարկելով։ Ասում է իրանցած անգամ մեղք չեմ գործել, չեմ հասրել մի կարգին մեղքեր գործել։ Հա, շարունակեմ։ Սա քո նախանձի համար, սա քո կապի համար, հա, սա քո գողության համար, հիմա կասես ինչ գողություն, չէ։ Դասանորդների գողությունը, որ պահում էին չէին բերում տալիս եկեղեցին, գյորդ ես տանելու, ես հողն են աշարդ։ Հա, խոչ բրասան։ Այժմ ասնեմ գեղարվեստական մասը։ Հարգելի Սքո հանդիսական։ Անկուրտ մահը մեր շարքերից խլեց մեր երիտասարդ տաղանդավոր շատ շնորհքով երիտասարդին մարդու փերավեն չի բռնում ասի ողորմի։ Ինչ տղա է, սաղին հասնող, կծող, ձեր կծող։ Ինչ ասեմ, շատ դժվար, շատ բան չի։ Տեր, դասի նրանքով, ծախակոմյան, հաճակոմյան դասում։ Հոգոս հագործեմ ես։ Բայց ես չեմ կարող տեր, նայիր որտեղ եմ ես չեմ կարող Ինչ, ձերքերս բարձրացնեմ, ինչպես կարող եմ Հիշիր, ով էլ որ լինես, ինչպիսի վիճակի մեջ էլ որ գտնվես, Հիսուսը սիրում է քեզ այնպես, ինչպես որ կաս։
ինչ ես արեցի, դու սիրում ես ինձ։ Ես ինչ ես ներկա։ Երեկան չուն է ինձ։ Ով ասա։ Պարկիր, իժատ։ Ով ասաց ինձ, ով ասաց ինձ։ Ես աղոթում եմ, որ քո հավատը վերջնականապես չսարճի։ Այսպես է ասում Աստծո խոսքը։ Եվ ես դրան հավատում եմ։ Ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսը մոտ 2000 տարի առաջ Գողգոթայի խաչի վրա վճարել է քո թվարկած բոլոր մեղքերի վարձը։ Եվ ես իմ ազատ մարդ եմ։ Նա ազատել է ինձ։ Եվ ես նրա արյան կինն եմ։ Այսպես է ասում Աստվածաշունչը։ Այսպես է ասում Աստծո խոսքը։ Եվ ես դրան հավատում եմ։ Ճիշտ է։ Քանի որ գրված է, ստիր։ Հավատով սպանիր մարմնի գործերը։ Դες թե ինչ է գրված։ Աստված մեր մեղքերն ու անօրինություններն այլևս չի հիշում։ Միթե սարաշավի չէ։ Այո, բայց ինչու ես դու այդպիսի Փրկությունը դա Աստծո պարսի։ Բայց ինչու ես այդպիսի կեցված կընդունել, որ կարծես ոչինչ չի եղել։ Իսկ ի՞նչն է եղել։ Ներիր, ես քեզ հետ շատ վատ վարվեցի։ Ես դրանք արդեն մոռացել եմ, եւ դու չես անում այն ամենը։ Իսկ ո՞վ։ Իսկ խաչից ինչպես է չկա։ Շատ հասարակ, երբ դու հավատացիր։ Այդքան դեշտ։ Այո, Քրիստոսի համար դժվար եղավ, որպեսզի քեզ համար հեշտ լինի։ Խնդրում եմ, սրանից հետո ինձ բաց չթողնես, հա։ Բայց դու էլ ինձ պինդ բռնի։ Այո։ Ինչպես բռնեմ բայց։ Հավատքով։ Հավատքով։ Նայիր, առանց հավատքի անհնար է Աստծուն հաճելի լինել։ Եվ նա ով մոտենում է Աստծուն, պետք է նախ հավատա, որ կա Աստված։ Եվ Աստված բարձրացույց է բոլոր նրանց, ովքեր փնտրում են իրեն։ Շատ լավ իր։ Ինչպես ես դա մինչև հիմա չեմ հասկացել։ Նայիր, մեր ինչ հրաշալի է գրված։ Իր հավատով էր, որ Աբրահամը հնազանդվեց Աստծո կոչին, որպեսզի պետք է նա ու գնա այն տեղը, որը ստանալու է իր ժառանգություն։ Եվ ճանապարհը կա գնալու այնտեղ առանց իմանալու, նա չգիտի թե ուր է գնում, եւ Աստված է նրան տանում։ Հիմա կարելի է ես։ Այո։ Ոչ, դու դառնաս։ Էլի շարունակեց։ Ժամանակից բավական չի լինի, որ պատմեմ Գեդեոնի, Բարակի, Սամսոնի, Եփթայի, Դավթի ու Սամուելի և